մի փոքր մաս կարող է տենց մեզ որոշակի վերաբերվի։ Ասում եմ ուստի ձեզ կիմացնեմ, այսինքն ուզում ասի հասկացեք, մեկը չկա, չի կարա լինի, իմ թարգմանության մեջ գրածա չի լնար, այսինքն տենց բան անհնար է, չի լնար, որ Աստծո հոգիովը խոսի եւ շարունակության մեջ գրածա եւ Հիսուսին նզովյալ կոչի։ Այսինքն ինչ էր կատարվել հեթանոսների մեջ Կորինթոսում։ Փաստորեն իրանք որ այդ պարգևները ընդունել էին, Սուրբ Հոգու մկրտությունները ընդունել էին, բայց հələ դեռ այդ կռապաշտությունից իրանց անձնական կյանքից լիարժեք կարծես դեռ չեն կտրվել։ Չեն կտրվել։ Դա այդքան հեշտ չէ, եղբայրներ քուրեր։ Հիմա ինչքան ջրով մկրտվածներ էլ կան, հոգով մկրտվածներ էլ կան, բայց հələ լիաթոք, լիարժեք այս աշխարհային կյանքից հələ դեռ ոնց որ չեն ձերբազատվել։ Հիմա Պողոս առաքյալը տեսեք ինչ ասում։ Ասում է ձեզ իմաստում եմ թե չի կարա տենց բան լինի։ Պողոսը ժխտում է։ Ուզում ասի եթե դուք ասում եք որ մենք հոգով մկրտվել ենք, որ Սուրբ Հոգին խոսում է մեր միջից, ուզում ասի այդ ո՞նց է լինում, որ եւ խոսում է Սուրբ Հոգին, եւ այդ հոգին էլ Հիսուսին նզոված է կոչում։ Այստեղ արդեն Պողոսը իրանք ոնց որ ստոպ անում, կանգնացնում է։ Ասում է զգուշ եղեք, իմացեք, որ դա չի լինի տենց բան։ Հասկացնում եմ, որ դա քոնը կլինի, քո մարդկայինը կլինի, բայց Աստծո հոգին չի կարա Հիսուսին նզովյալ կոչի։ Այսինքն հասկացնում եք Կորինթացիներ, ոնց որ ասած կանգնեք, այդ հերիքա տես խառնվել էին իրար։ Վերջը ոնց որ ցենց լրիվ խառախշտիկ էր, ոնց որ Արտուր աղբերն ասեց։ Պատկերացրեք ժողովուրդ ջան, իրանք ասում են մենք մկրտված ենք Սուրբ Հոգով, բայց իրանց միջից նաև խոսք էր գալիս, որ Հիսուսը նզովյալ է, ոնց որ ստե գրված է։ Ասում է Հիսուսին նզովյալ կոչի, այսինքն մարդիկ են եղել, որ Հիսուսին նզովյալ են կոչել, բայց նաև ասել են, որ դա Աստծո հոգին է ասում։ Այսպես խառնել են մարդկանց։ Դրա համար Պողոսը շեշտը դնում է, ասում է չի կարա լինի տենց բան։ Ասում է չի լար, որ Աստծո հոգիով մեկը խոսի, բայց ու Հիսուսին նզովյալ կոչի։ Ասում է դա յանի հանեք ձեր մտքից, ուրեմն ձեր մեջ մի բան կա դեռ։ Եվ երկրորդը ասում է մեկն նորից այդ նույն մեկի, նույն հոգեբանություն ունեցող մարդուն ասում։ Մեկն ալ չի կրնա Հիսուսին Տեր կոչել, եթե ոչ հոգով սրբո։ Որոշ բացատրություններ կան, որոշ մեկնություններ կան։ Ես չգիտեմ, դա տենց նայել ենք ամեն կողմից էլ։ Որոշ մեկնություններ կան, որ ասում են, եթե դու Սուրբ Հոգով մկրտված չես, դու չես կարա Հիսուսին Տեր կոչես։ Դա չգիտեմ, այդքան էլ ընդունելի չի, որտեղ ես շատ մարդիկ եմ ճանաչում եւ մկրտականներ եւ ավետարանականներ, վերջը եւ մեր օրինակի համար հայ եկեղեցի հաճախորդներ շատ են եղել, ես զրուցել եմ, որ իրանք իրոք սրտանց Հիսուսին Տեր են կոչում ու դավանում են։ Էսի Սուրբ Հոգու մկրտության հետ կապ չունի եղբայրներ քուրեր։ Բայց կան այտենց մարդիկ, որ տենց են մտածում, բայց այդքան ընդունելի չի դա։ Ասում է չի կրնա, տեսեք ինչ ասում, մեկը Հիսուսին Տեր կոչել, եթե ոչ Սուրբ Հոգիով։ Ուզում ասի ով Կորինթացիներ, եթե դուք Հիսուսին Տեր եք կոչում, տեսեք ինչ հետաքրքիր է վերևում գրում։ Ասում է նզովյալ ես կոչում, բայց հետո նույն Հիսուսին դու Տեր ես կոչում։ Ուզում ասի այդպես բան չի կարա լինի։ Քո մեջ հոգին պետք է ներգործի, հոգին պետք է քո մեջ պաշտամունք բարձրացնի եւ քո մեջի հոգին արդեն քո մեջ ապրելով, ոնց Հռոմեացիներն ասում, քո մեջի հոգին ապրելով նոր պետք է ասի, որ Հիսուսը քո Տերն է։ Փաստորեն Կորինթոսում լրիվ խառախշտիկ է ժողովուրդ ջան։ Մարդիկ, պատկերացրեք, Հիսուսին համ նզովյալ են կոչել որոշ մարդիկ, ոչ թե բոլորը, բայց նաև համ էլ ասել են ինքը մեր Տերն է։ Դրա համար Պողոս առաքյալը ստե որոշակի ուղումներ է մտցնում, որպեսզի Կորինթոսի եկեղեցին ճիշտ գնար, որտեղ արդեն այդ բաժանությունը սկսել էր, եղբայրն ասեց Տերորդն Արտուր աղբորը, այդ բաժանությունները, այդ վեճերը, վերջ այդ կռիվները, մեկը սենց է մտածում, մեկը նենց Պողոս առաքյալին գրում են, իրան շատ հաճախակի են գրել, այսինքն հարցեր ա եղել, տեսեք Կորինթոս 7-ում դուք անցել եք, ասում է այն բաների համար, որ դուք ինձ գրեցիք, այսինքն գրել են, հարցրել են,
Պողոս Արաքյանն էլ մանրամասը սենց կրթել է իրանց, դաստիարակել է։ Ուրեմն մեր վրայով էլ ես մի բան ասեմ եւ անցնենք 4-րդ խոսքին։ Եղբայրներ քուրեր, մի զարմացեք, որ եթե Կորինթոսում նման բաներ ա եղել, դուք մի զարմացեք, որ մեր դարաշրջանում, մեր քրիստոնեական կյանքի մեջ կարող է այդպես բաներ չլինի։ Կարա լինի։ Ես մարդիկ գիտեմ, դուք էլ կիմանաք, որոնք իրոք ջրով մկրտված են, իրոք հոգով մկրտված են եղել, բայց այնպես մեղքերի մեջ են եղել։ Այսինքն նույն կռապաշտությունն է, բայց ուրիշ անկյունից է։ Թե այն ժամանակ դրան գնացել են ուղիղ քարին, փայտին, չգիտեմ, եսի մինչերին ընդունել են որպես իրանց համար Աստված, ճակերտավոր ու երկրպագել են, այսօր էլ մեր օրերում կա, մեր օրերում էլ կա, մարդիկ մկրտվում են, հոգով, ջրով մկրտված են, բայց տենում ես իրանք էլ ունեն կուրքեր իրանց սրտերի մեջ։ Մի բան, որը ես շատ սիրում եմ, իրոք, ես դրանից չեմ ուզում ազատագրվեմ, էսի արդեն քո համար կռապաշտություն է։ Եթե դու մի բանի մեջ կյանք ես տեսնում, տեսեք Գործ Առաքելոցում մի մկրտված մարդու մասին ես կասեմ, սրա հետ զուգահեռ, ուրեմն 8-րդ գլխում։ Էսի մենք էլի ենք զրուցել եկեղեցում։ Տեսեք մարդը փաստորեն կարա հավատա Հիսուսին, ոնց որ Կորինթոսն էր հավատացել։ Կարա մկրտվի Սուրբ Հոգով, այդ պարգևը ունենա Սուրբ Հոգու։ Դες պարգևները ուրիշ բան է, բայց Սուրբ Հոգու մկրտության պարգևը դրանք տարբեր բաներ են։ Տեսեք, հնարավոր է որ սենց մարդ լինի, անունը Սիմոն։ Ես կարդում եմ Գործկութը, ովքեր գրում են կարանգրեն իրենց մոտ։ Փիլիպոսը որ գնաց այն կողմները հալածանք եղավ, գնաց ինքը ընկավ Սամարիայի երկրներից մեկի մեջ, հալածանք ինքը սկսավ քարոզել։ Ու տեսեք ինչ հետաքրքիր է։ Ժողովուրդը սկսան հավատալ։ Վերջը 12 խոսքում հետաքրքիր բան է գրած, բայց երբ Փիլիպոսին հավատացին Աստծո թագավորություններ քարոզում, մկրտվեցան գրվածը։ Թե այրեր թե կիներ, 13-ը Սիմոնը ինքն էլ հավատացում մկրտվեցավ, վերևում գրված է, որ Սիմոնը մոգություն էր անում եւ կախարդ էր։ Մոգություն էր անում եւ կախարդ, վերևի համարներում է գրած, ժամանակը չեմ ուզում դրա վրա կորցնենք։ Գրված չի, որ հենց հենց մկրտվեցավ, եղբայրներ քուրեր, 13 խոսքը։ Սիմոնը ինքն էլ հավատաց եւ մկրտվեցավ, ու միշտ Փիլիպոսի հետ էր, տեսնելով նշանները եւ այլն։ Ու տեսեք, ընդ առաքյալներ իջնում են, Սուրբ Հոգու մկրտություն է կայանում, ինչ է լինում 17 խոսքում։ Երբ որ ասма տեսա, որ առաքյալների ձեռքերով Սուրբ Հոգու մկրտություն է լինում, 18-ում ասում է, ասма ստակ բերեց, 19-ում, ասма ստակ բերեց, տվեց, ասեց ինձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսզի ում վրա ձեռ դնեմ Սուրբ Հոգով մկրտվի։ Ու տեսեք Պետրոս եղբոր պատասխանը, բայց Պետրոսը ասավ անոր, քո արծաթդ քեզ է թող կորչի։ Հələ տեսեք, ջրով մկրտված հավատացող մարդուն ասում։ Այսի սովորական հեթանոսին չի ասում։ Ասում է, բայց Պետրոսը ասավ, քո արծաթդ քեզ է թող կորչի։ Վասնզի Աստծո պարգևը կարծեցիր թե ստակով կառնվի։ Գրված է 21-ը, դու այդ բանի մեջ բաժին եւ մասը չունես։ Վասնզի քո սիրտդ Աստծո առջև շիտակ չէ։ Տեսեք, մարդը ջրով մկրտված հավատացել էր, բայց սիրտը դեռ հələ շիտակ չէր։ Նույն Կորինթոսի կռիվն է էսի։ Մարդիկ վերջը ասում են ես հոգի ունեմ, բայց Հիսուսին նզովյալ էին կոչում։ Ասում են Հիսուսին մեր Տերն է, բայց կռապաշտություն էին անում։ Կուրքի միս էին ուտում։ Տեսեք, սիրտը ասում է Աստծո առջև շիտակ չի։ 22-ը Ուստի քո չարությունն զեղչի եկուր ու Աստծուն աղաչի, մեջը չարություն կար, աղաչի, թերևս որ Աստված քո սրտի չար խորհուրդը ների, այսինքն սրտի մեջ չար խորհուրդ էլ կար, 23 խոսքը, վասնզի ասում է ես քեզ մաղձի դառնության մեջ, անիրավության կապանքի մեջ տեսնում եմ, ոչ թե կարող է լինի։ Ունակ մարդիկ կան, այս համարը չեն հասկացել։ Ասում են Պետրոսն ասում էր կարող է լինի, ասի եղբայր ջան, ստե գրված չի որ կարող է լինի։ Ստե գրված է որ ես տեսնում եմ դու դրա մեջ ես։
չար խորհուրդ կա մեջդ, սիրտդ ուղիղ չի, մաղձի մեջ ես, դառնության մեջ ես, անիրավության կապանքի մեջ ես տեսնում եմ քեզ։ Հիմա այդքան այդ հայտնությունը Սուրբ Հոգին Պետրոսի միջոցով տվեց։ Գիտեք Սիմոնը ապաշխարեց։ Ասма Սիմոնը պատասխան տվավ վսավ. դուք ինձի համար աղոտ քրեք Տիրոջը, որպեսզի այդ ձեր ըսածներեն բանը իմ վրաս չգա։ Այդ չի ընդունում։ Սուրբ Հոգին ուղիղ Պետրոսի բերանով հայտնում է, սենց բաներ կա քո մեջ, բայց Սիմոնը չի ընդունում։ Ասածից միտքի ինչ էր։ Շատ երկարացնեմ այդ թեմայի վրա, անցել եք էդի դուք ուղղակի։ Փաստորեն մարդը կարա ջրով մկրտված լինի, բայց ներսը փոխված չլինի, եղբայրներ քուրեր։ 12-ը սկսելուց առաջ, տեսեք, ես ուզում եմ նաև մի համարել կարդամ 11-ի վերջից, որտեղ 11-ը կից է 12-ին, որտեղ 12-ի սկիզբը գրած է բայց հոգևոր պարգևների, այսինքն որտեղ գրված է բայց, այդ 12-ը շարունակությունն է 11-ի։ 11-ը մի թեմա էր, 12-ը իրեն կից էր։ Փաստորեն հաղորդություն էին ընդունում կորինթացիները, դրա համար էսի կորինթացիների մեջ է գրում ժողովուրդ ջան։ Տես ինչ ասում Կորինթացիների մեջ, ասում է 28-ը, 11-28-ը։ Ուրեմն թող մարդ իր անձը փորձի, այսի կորինթացիներին է ասում։ Նոր հետո այդ հացեն ուտե եւ այդ գավաթեն խմի։ Մարդիկ փաստորեն առանց փոխվելու, առանց սրբանալու հնարավոր է իրանք մոտիկացել են այդ Սուրբ Արյանը եւ Սուրբ Մարմնին։ Դրա համար 10-րդ գլխի 14 խոսքում այնտեղ հետաքրքիր մի բան ասում է փախեք կռապաշտությունից ու նորից հաղորդության մասին ասում, գիտեք, 10-րդ գլխում էլ է դրա մասին ասում։ Ասում է գավաթը, հացը, ասում է չէ որ Տիրոջ արյան խորհուրդն է դա։ Փաստորեն կորինթացիների մեջ ավելի լուրջ խնդիրներ կար, քան թե այս պարգևները, ժողովուրդ ջան։ Մարդկանց ներսը չփոխված, իրանք պարգևի կռիվ էին անում։ Հələ մեկ ներքևում, որ կկարդանք, ընդ ասում է, վերջը մեկին իմաստություն, մեկին հրաշագործություն, փաստորեն մարգարեություն, այս ամենը դրանց մեջ եղել է։ Բայց այն խորը ապաշխարությունը իրանց մեջ չի եղել։ Դրա համար ասում է փախեք կռապաշտությունից 10-14-ում։ Փաստորեն մարդը եղբայրներ քուրեր, ես ինձ եմ ասում, ձեզ էլ է վերաբերվում, բոլորիդ, ես էլ ձեր շարքում։ Չլինի որ հանգարց։ Տես Պողոսը 28-ում ինչ ասում 11-ին։ Ասում է փորձի մի հատ քո անձը, սիրելի հոգի։ Էսի բոլորիս է վերաբերվում։ Չլինի որ ես հանգարց անարժանաբար ուտեմ եւ խմեմ եւ ինձ դատապարտություն լինի։ Հնարավոր է, գիտեք ժողովուրդ ջան, տեսեք, այս ժողովուրդն էլ մասնակցում էին հաղորդության, բայց իրանք հարվածի տակ չէին ընկնում։ Աստված համբերում է։ Դուք էլ շատ մարդիկ գիտեք, ես էլ մարդիկ գիտեմ, ջրով հոգով մկրտված եւ ծխելա, եւ խմելա, եւ եկելա հաղորդության։ Եվ շնության մեջ ա եղել եւ եկելա հաղորդության։ Եվ եկել քարոզներ արել, երկնքից աստղեր էր իջացնում, բայց պարզվա որ եսի միշտ մեղքերի մեջ ա եղել։ Դրա համար Պողոս առաքյալը ապաշխարության է կանչում ստե կորինթացիներին։ Ուզում ասի ընկել եք դուք պարգևների հետևից, բայց ձեր մեջ հələ կռապաշտություն կա։ Եվ նաև ես էլ ասեմ, գավաթներ կար, ես տեսել եմ էդի։ Ուրեմն կռապաշտները, եղբայրներ քուրեր, օրինակ Հունաստանում այտենց մի հատ տեղ կար, ուրեմն պահպանված էր իրանց այդ հին, ոնց որ հիմա պահպանված է այդ գառնին, չէ, այդ սյուները, մյուները, բայց գավաթներ են պահպանված եղել, որոնք իրանք դրանցով խմել են այդ տվյալ անասունի արյունը եւ կերել են միսը որպես պաշտամունք։ Այդ հիմնական իրանց պաշտամունքը, ոնց որ ասած են վերևների, վերևի խավը, այդպես է եղել։ Դրա համար ստե Պողոս առաքյալ ասում է, որ այդ գավաթը եւ այդ հացը, այսինքն կռապաշտներին մեջ էդի իրանք ծանոթ են, դրանցով իրանք երկրպագել են կուրքին։ Այսինքն հաղորդակցվել են, մասնակից են եղել սատանայի հետ, մարմնակից են եղել։ Դրա համար Պողոս առաքյալ ասում է, որ գավաթը որ վերցնում ենք, չէ որ Տիրոջ արյան խորհուրդն է։ Հացը չէ որ Տիրոջ մարմնի խորհուրդն է։ Ուզում ասի փախեք այդ կռապաշտությունից։ Մարդիկ են եղել, որ նման բաների մեջ ընկել են։ Ես մի բան էլ ասենք 4-րդ խոսքից, ժողովուրդ ջան,
ասում է եւ պարգևները զանազան են, բայց նույն հոգին է գործում։ Գիտեք ինչ, այստեղ 3 բան կա։ Տեսեք, 4-ը, 5-ը, 6-ը, միանգամից այդ 3-ը կասեմ։ Ասում է պարգևները զանազան են, բայց հետաքրքիր է գրված, բայց նույն հոգին է։ Այսինքն պարգևներ տվողը, եղբայրներ քուրեր, պարգևներ տվողը Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին է բաժանում պարգևներ տալ։ Մի հատ մկրտականի հետ խոսում էինք, տենց Ռուսաստանից երեկ ավտոյի մեջ ահակին զրույց գնաց։ Իրան բերեցինք դուրսը պաշտամունք էր, չեմ ուզում անուն բան ասեմ, դրանց շատերը ճանաչում են Հայաստանում, ահակին վիճաբանություն գնաց ավտոյի մեջ, ինքը ասում էր դուք այդ լեզուները որ խոսում եք, լայլա եք անում եւ այլ ավել պակաս խոսած, դե հա չէ ուզում խոսայ, դե հույր է, իմ ավտոյի մեջ է հույր է, ոնց որ ամրտ, վերջ ասի այ ախպեր, ասի մենք լայլա չենք անում առաջինը, ասի Սուրբ Հոգիով ենք խոսում, ասի հիմա որ դուք մկրտված չեք, մենք մեղավոր չենք, դուք տենց եք ընդունում, բա մենք ունենք Սուրբ Հոգի, ասի դու չես կարող ապացուցես, գիտեք ինչ, իրոք Սուրբ Հոգին ինքը պետք է լինի նոր քեզի պարգևներ տա, որտեղ պարգևներ բաժանողը, ես իրան այս 11 խոսքը կարդացի, ասի ձեր մեջ, ձեր բապտիստ կոչվածների մեջ, ես շատ եմ եղել, Գերմանիայում էլ եմ եղել, ընդ քարոզները մար իրանց մեջ ոչ Սուրբ Հոգու մկրտություն է լինում, ոչ պարգևներ է գործում, ոչ հրաշքներ է լինում, ոչ բժշկություններ է լինում, դες բաներ չկա իրանց մեջ, բայց մի բան կա, որ ես կասեմ իրանց մեջ ինչ կա, որը այս խոսքին համապատասխանում է, իրանք էլ են Հիսուսին Տեր կոչում, եղբայրներ քուրեր, իրանք էլ Տիրոջ զավակներն են, բայց պակաս, մի քիչ պակաս բան ունեն, ոնց որ ձետն ու յուղը չի խառնվում իրար, նենց էլ այդ մկրտականներ ու 50-ականները, պիտի դասյատնիկները, տենց ասած, չեն խառնվում իրար, միևնույն է, ինչքան մենք շփվում ենք իրարու հետ, մեկ էլ տեմես մի հատ բոմբ էր տրաքում, ոնց որ Հայաստանում եղավ։ Տեսեք ինչ ասում է պարգևները զանազան են, բայց հոգին է գործում, 11 խոսքում գրված է, բայց այս ամենը միևնույն հոգին կներգործե եւ ամեն մեկուն զատ կբաժնե ինչպես կուզե։ Այսինքն պարգև, դա Սուրբ Հոգին է տալիս, դա ուրիշ բան է։ Տեսեք, Սուրբ Հոգին, Հիսուս Քրիստոսը, Հայրը իրանք իրար հետ միաբան են, բայց գործնեությունները դրանք տարբեր են, եղբայրներ քուրեր։ Իրանք իրարից զատ չեն։ Ինչ որ որոշումը միաբան են որոշում, Հայրը որպես գլուխ է։ Հիսուսն ասեց իմ Հայրը ինձանից մեծ է։ Բայց իրանք երրորդությունով գործում են։ Ինչ հետաքրքիր հրաշքբան է գրած։ Ասում է պարգևները զանազան են, հոգին դրված է պարգև տալու, օրինակ։ 5-րդ խոսք ասում է, նաև պաշտոնները զանազան են, բայց նույն Տերն է։ Էսի արդեն Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսի մասին է գրած։ Պաշտոններ, այսինքն հոգևոր պաշտոնների ծառայությունը Հիսուս Քրիստոսն է դնում մարդկանց, գիտեք։ Եփեսացի 4-ում նայեք այդ պաշտոնների մասին գրված է, ժողովուրդ ջան։ 4:11-ից պաշտոնի ծառայության համար դա Հիսուս Քրիստոսի գործն է, ինքն է դնում, բայց Սուրբ Հոգին իր մեջն է, միևնույնն է, իրանք իրարու հետ են, դրանք մենք չենք տարբերում իրարից, չենք բաժանում իրարից։ Տեսեք 4:11-ը։ Մի քիչ վերևում որ կարդում ենք, լրիվ հասկանում ենք Տեր Հիսուսի մասին է, ասում է եւ ինքը մեկ քանիներին տվավ առաքյալներ ըլնալու։ Մեկ հայն տվա առաքյալու, մեկ քանիներին մարգարեներ, մեկ հայն ավետարանիչներ, մեկ քանիսներին հովիվներ, վերջը վարդապետներ, սուրբերի կատարելության համար։ Ժողովուրդ, ամեն մեկը իր գործ ունի, բայց ներգործությունը, դու տեսեք Հայր Աստծո գործը, այն հիմնական մեծը, նույնպես ներգործությունները զանազան են, զանազանը եղբայրները բացատրեցին, գրված է, բայց նույն Աստվածն է, որ կներգործե ամենը ամեն բանի մեջ։ Փաստորեն ստեղ էլ ենք մենք տեսնում երրորդություն։ Սուրբ Հոգին պարգևներն է տալիս։ Հիսուս Քրիստոսը պաշտոնյաներ է նշանակում։ Հայր Աստվածը ներգործում է արդեն։ Սրանք իրար մեջ են։ Մի անգամ մեկն ասեց, արդյոք այդպես է։ Ես հիշեցի Եբրայեցի 1-ը։ Կարակ այդ համարն էլ կարդակ։
Եբրայեցի 1-ում տեսեք ինչ է գրված։ Այս գործնեությունը, որ տարբեր է, սրանք որ ես առանձնացրել եմ։ Եբրայեցիների 1-ում գրված է, հենց առաջի խոսքից, շատ մասերով ու շատ կերպերով առաջվնե խոսելով Աստված հայրերու հետ մարգարեներով։ Աստված, որ ասում է եղբայրներ քուրեր, հայր Աստծուն ի նկատի ունի։ Մարգարեներով։ Դրանից հետո այս վերջին օրերը իր որդիով խոսեցավ։ Տեսեք, ստե արդեն որդին է։ Իր որդիով խոսեցավ մեզի հետ, զոր ամեն բանի ժառանգ դրավ եւ այլն։ Հովանես 16-ում, Հովանես ավետարան 16-ում, Հիսուսն ասում է, ես գնում եմ, բայց Սուրբ Հոգին ասում է, երբ որ կգա, կարդամ 16-13, իսկ երբ ինքը ճշմարտության հոգին գա, ամենը ճշմարտության պիտի առաջնորդե ձեզի, վասնզի ոչ թե ինքը իր մեջ պիտի խոսե, ապա ինչ որ լսե, զայն պիտի խոսե, գալիքները պիտի պատմե, ինձանից առնե, իրանք երեք իրար մեջ են, բայց գործնեությունները ոնց որ տարբեր է, թող Տիրոջ անունը փառավորվի, 7-րդ խոսքն էլ կարդամ, բայց ամեն մեկուն հոգուն հայտնություն տրված է, հոգու հայտնությունն է եղբայրներ քուրեր, դա Սուրբ Հոգու մկրտությունը չի։ Այսինքն Սուրբ Հոգուց մարդը հնարավոր է հայտնություն ունենա, Արսեն աղբերը տերորդն շատ լավ բացատրում է դրա մասին։ Հնարավոր է հոգու հայտնություն ունենա, բայց Սուրբ Հոգով հնարավոր է ինքը մկրտված չլինի։ Պարգևը ուրիշ բան է, հայտնություն ուրիշ բան է։ Օրինակ տեսեք, ես որոշակի տենց կարդացել եմ Բիլի Գրեմի կյանքը, տենց նայել եմ մի քանի բաներ։ Վերջը պատմություն իր կյանքի ասում է, որ ինքը վերջը բապտիստներից այք է, շատ լավ եղբայր է, ինքը բոլորս լսել ենք իրան։ Ինքը Սուրբ Հոգով մկրտված չի եղել, այսինքն լեզուների այդ պարգևը, որ մենք ասում ենք Սուրբ Հոգով մկրտություն, հասկանում ենք, որ նշանը լեզուների խոսալն է, ինքը էդի չի ունեցել, բայց տեսեք ինչ է ունեցել։ Բայց ինքը ունեցել է հայտնություն, ինքը ունեցել է էդի, ինքը ունեցել է իմաստություն, ունեցել է գիտություն, ունեցել է նույն հոգիով տրված չափով, այսինքն Տերը տվել է էդի եւ իմաստություն, իր քարոզները որ լսում ենք, տեսնում ենք, որ ինքը իմաստուն բաներ է խոսում, հոգեվոր գիտությունով էլ է լեցված եղել, գրված է մյուսին հավատքել է ունեցել, բայց տեսեք, գրված է նույն հոգիով ուրիշին բժշկության պարգևներ, որտեղ գրված է բժշկություն, ընդ գրված է պարգևներ, այսինքն էսի արդեն պարգև է։ Տեսեք, Ռիչարդ Բոնկին ինքը ուներ եւ իմաստությունը, եւ գիտությունը, վերջը, եւ հավատքը, բայց նաեւ ուներ հրաշագործության պարգևը, որտեղ Սուրբ Հոգով մկրտված էր։ Ես չեմ ասում, ով որ Սուրբ Հոգով մկրտված է, ինքը այդ ամեն ինչը կարա ունենա։ Չէ, դա նվիրվածությունից է։ Դա Աստված ինքը տեսնում է մարդու սիրտը, իր չափով իրան լեցնում է։ Օրինակ, բոլորս էլ գիտենք, որ մեռելները հարություն են առել մարդու պաշտամունքի ժամանակ Բոնկի։ Մեծ բժշկություններ ա եղել։ Տեսեք, տարբերություն կարա լինի, բայց նույն Տերն է ներգործում։ Ստե չեն կարող ասենք, որ ստե արդեն ոնց որ ասած է դևերն են խառնվածել է։ Ոչ։ Աստված տեսնում է, տալիս է մարդուն բժշկության պարգևներ, ուրիշին հրաշագործության պարգևներ, մեկին մարգարեների, վերջը ստե նաև գրված է զանազան ընտրության եւ զանազան լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություն, մինչև 11-ն ասե Արտուր աղբերը, մինչև դե կիշնեմ։ Տեսեք, լեզուներ, եղբայրներ քուրեր, լեզուներ եւ լեզու դրանք տարբեր բաներ են։ Լեզուներ հնարավոր է երկրի վրայի, այսի չնայած Սուրբ Հոգու հետ կապված է, բայց դե գրածա դրա մասին մի քիչ զրուցենք։ Լեզուներ խոսել հնարավոր է այս երկրի վրայի մարդկությունը, որ ինչքան ապրում է, մոտավոր մի 10 տարի, թե 15 տարի առաջ ասում են 2000 լեզվով Աստվածաշունչ թարգմանված կա։ Այս լեզուներ, որ ասում է, այսի ինիկատիվ ունի մարդկային լեզուները, որը դու կարաս աղոթես եւ եկեղեցին շինություն առնի։ Այսինքն լսողները լսեն, թարգմանիչ լինի, թարգմանիչը լսի, էդի բանանի մեկնի եւ մարդիկ լսեն շինություն առնեն։ Բայց լեզվով խոսալը, էդի 14 գլուխը որ հասնենք դրան, ասում եմ, ան որ լեզվով կխոսի, ոչ թե մարդոնց կխոսի, հապա Աստծուն, իր անձի շինության համար է։
Էսի արդեն լրիվ ուրիշ բան է, եղբայրներ քուրեր։ Տեսեք, լեզուների աղոթքը ուրիշ բան է, դրա մասը մի քանի տեղ ասում է լեզուներ։ Շատերը խառնում են իրար։ Ամառ ասում են պետք է օտար լեզուներով խոսում եք։ Դրանք տարբեր բաներ են։ Խոսում ենք հրատ աղբոր հետ, այսօր էլ ենք խոսացել, այս թեմաներով էլ մեկից զրուցեցինք, հենց կակրած այս թեմաներով։ Ասում եմ, երբ որ իրանք իշքան գիտեմ մի հատ երկրի անուն տվեցին, լրիվ օտար երկիր գնացել էին հանգստանալու, ասում այս Սողոմոն ջան, ասում պաշտամունք էր, ասում պաշտամունքի ժամանակ մեկ էլ մի հատ ուսկա գլաս, հենց էլ ասեց հրա աղբերը, ասում ուսկա գլաս, ասում մեկ էլ տենանք հայերեն աղոթում, մի փառավորում է, մի մեծարում է, վերջ, ասում մոտիկացանք իրար sense նայում ենք, բայց օտար լեզու են դրանք, իրանց ազգությունով ուրիշ են։ Վերջը Գայանն էլ հետել է իր կողքի ոսկորը։ Ասեմ Գայան ջան, ինչ էր աղոթում, ասում Սողոմոն աղբեր, մենակ հիշում եմ, որ հայերեն ասում էր փառքեզ Աստված, փառքեզ, շնորհակալ ենք, ուսկա գլաս, լրիվ չինացու, ես ինչ ազգայել է։ Ասի էլ բանման չէր խոսում, ասում մոռացել եմ, շատ բաներ էր խոսում։ Փաստորեն հնարավոր է եղբայրներ քուրեր, այդ լեզուները, այսինքն այդպես հոգնակի որ խոսում է, Էդի երկրի վրա ապրող ժողովրդի ինչ որ մի ազգի լեզու լինի, որը շինության համար է։ Բայց երբ որ կա ժամանակ դուք էլ զգացած կլինեք, այդ Սուրբ Հոգու պարգևը, որ դու ունես, որ կապնվում ես Աստծո հետ լեզվով, որ խոսում է Սուրբ Հոգին, Հռոմեացի 8-ում ասում է, մարդ չի հասկանում։ Կա Սուրբ Հոգու աղոթք, որ ոչ մեկ չի հասկանում։ Դա միայն գիտի սրտեր քննող, այդպես է գրված։ Թարգմանությունն էլ հնարավոր է լինի։ Ես անձամբ խոսացել եմ մի հատ քույրիկի հետ, տարիներ առաջ Եվրոպայում, ինքն անձի պատմեմ։ Ասինքն այս պարգևները, որ Աստված տալիս է, հետաքրքիր է, էլի, ինչու միտեղ կա, իսկ մյուս տեղը չկա։ Ինձ ասացին, որ այս քույրիկը թարգմանության պարգև ունի։ Ինձ հետաքրքրեց։ Վերջը հանդիպեցինք, զրուցեցինք, ասի քուր հայ էր ինքը, Հայաստանից եկել էր Եվրոպա։ Ասի քուրո դու ունես հիմա այդ լեզուների պարգևի թարգմանությունը։ Գլուխը կախեց, այդ մի 20 տարվա պատմություն եմ ասում, երևի 2000 թիվներ, ես էլ եմ նոր եկել Հայաստանից։ Ասեց, չէ, Սողոմոն աղբեր, հիմա չունեմ։ Ասի, բայց ինչու։ Ասեց, ճիշտն ասած, վերցվել է այդ ին վրայից։ Ասի, բայց Աստված որ տալիս է զղջալով չի եւ այլն։ Ասի, բայց լավ, լասա ինչ այլ է։ Ինքը ընդամենը մի բան ասեց։ Ասեց Սողոմոն աղբեր, ես ասում եմ այն ժամանակներում հին հոգին հավատացյալ եղենքը։ Ասում եմ կար Հայաստանում շատ պարգևները գործում էր։ Ասում եմ նստած միտեղ զրուցում ենք։ Ասում եմ մեկը տենց ասում են, այս մարդը այս պարգևն ունի, այս մարդը այս։ Ասում եմ այս բան չեմ ասել։ Մենակ իմ սրտի մեջ ասում եմ ոնց որ հպարտացամ, ամենալավ պարգևը ես ունեմ։ Լեզուների թարգմանության պարգև, այդ ով ունի։ Այախբեր ասում եմ, այդ ու այդ է լավ։ Ասում եմ լռեց ու լռեց։ Դե ասի փառք Հիսուսին, որ լռել է, քույրիկ ջան։ Ասի լռել է, որ դու փրկվես։ Թե չէ հպարտությունը ամենամեծ մեղքերից մեկն է։ Եղբայրներ քուրեր, պարգևները երկրի համար է, այս շնորհքները երկրի համար է։ Աստված կարա բոլորիս էլ տա, բայց տեսնում է, որ մենք էդի կարող չենք կրելու մեր այս հողի ամանների մեջ, բայց որ Տերը տեսնի իրոք մենք կարանք չենք հպարտանա, չենք կորսվի, կարանք իրոք այն երկրագնդի վրա ասում են մի հատ խոնար եղբայր է, իրոք խոնար է եղել, պատմում են ամբողջ հոգևորները դրա մասին, ասում են հարցնում են, իրան ասում են ինչ հայտնություն ունես Տիրոջից, իրա կողքի մարդիկ են վկայում, ասում են մենք լսել ենք, ասում է այդ հայտնությունը իր կյանքում, աղոթքի ժամանակ Տիրոջ հրեշտակը մոտիկանում է իրան, ինչպես Եբրայեցիների 1-ում գրված է, չէ, որ ամեն մեկ իր ծառայող հրեշտակն ունի, 1:14-ում, որոնք փրկության համար կանչված են, դրանք ունեն իրենց հրեշտակները, 1:14 Եբրայեցի։ Հրեշտակը մոտիկանում ասում է զավակս, ինձ ուղարկել է Տերը եւ ասել է, ինչ ուզում ես խնդրի իմ գործի համար, եկեղեցու շինության համար, կարա լինի, եղբայրներ քուրեր, Աստված Սողոմոնին էլ ասեց, չէ, ինչ ես ուզում, խնդրի։ Վերջը ասում են, որ այդ եղբայրը իրոք
շատ հեզ, շատ խոնար եղբայրը էլ է բոլորից, ինչպես գրված է Մովսեսի մասին, որ երկրի վրա իրանից հեզ մարդ չկար, այդպես է գրված։ Այդ խոնար մարդը գիտեք ինչ պարգև է խնդրում։ Այդ խոնար մարդը խնդրում ասում է ես Տեր, ինձի խոնարհություն տուր։ Ինձի խոնարհության պարգևը տուր, ինչ կլինի։ Բայց ասում է բոլոր մարդիկ իր համար վկայում են, որ ինքը իրոք ամենախոնար եղբայրն է եղել։ Գիտեք ինչ եղբայրներ քուրեր, ինչ պարգևներ, որ ստեկը կարդանք, ամենամեծ պարգևը խոնարհությունն է։ Խոնարհության մեջ ամեն ինչ կա։ Խոնարհությունը ինչ է, ասես խելոք նստեմ, գլոխսել կախեմ, ինչ ասեմ ամեն։ Ոչ, խոնար մարդը Աստծո պատվիրանների համար կմեռնի։ Աստծո բերանից խոսքի համար կմեռնի։ Ճիշտ Քրիստոսի հոգի պես կվարվի։ Այսի երկնային խոնարհությունն է։ Տերը թողնի, Տերը թողնի մեզ ամեն